ցեղասպանություն դա իրավական տերմին է, խոսում է հանցագործության մասին։ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ճանաչել են Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը 1915-ից 1923 թվականներին, այսինքն ոչ միայն ապրիլի 20-ին Օսմանյան կայսրության կառավարության որոշման մասին է խոսքը դեպորտացիայի ենթարկել հայերին, ոչ վստահելի հայերի ցուցակներ է կազմել եւ արտաքսել համակենտրոնացման ճամբարներ, ինչ ենք մենք նշում ապրիլի 24-ը որպես հիշատակի օր է զոհերի, որովհետեւ այդ օրն էր հրապարակվել նշված որոշումը կառավարության Օսմանյան կայսրության։ Եվ դրանից օրեր հետո Անտանտան հայտարարությունով հանդես եկավ, մեղադրեց Օսմանյան կայսրությունը մարդկության դեմ հանցագործության մեջ, ինչը եւ գիտենք հետագայում պատերազմի ավարտին հիմք դարձավ, ինչու այդ գլխավոր դերակատարներին ենթարկեցին դատական քննության եւ պատժի։ Սա, այսպես ասած, պատմական կողմը հարցի։ Դոնալդ Տրամփի մասով ես ունեմ ձևավորված պատկերացում, որ այսօրվա ամերիկյան վարչակազմը նախագահական անմայն ինչ որ իրեն ձեռնտու է։ Եվ այդ ձեռնտուն դա լոբինգի, այսպես ասած, փողի խնդիր է կարճ ասած։ Չէր արվել այն ինչ որ բավարար չափով աշխատանք հայկական կողմից, հա։ Եթե ասած շատ բարձրացնենք, ինչ որ գումար պիտի տրվեր, չի տրվել, դրա համար էլ չի ասել։ Դոնալդ Տրամփի հետ կապված եւ այդ վարչակազմի հետ կապված ես բոլոր քաղաքական դրսևորումները գնահատում եմ այդ տեսակետից, ով կարողացավ գումար տալ, նրա օգտին էլ կլինի եւ քաղաքական հայտարարություն։ Դա պես իրողություն է եւս նոր իրողություն է, որի հետ պիտի հարմարվենք։ Հիմա մարդիկ, ովքեր որ միգուցե պիտի մասնակից լինեին այդ լոբինգի կազմակերպման եւ այլն, եթե իրենք են ասում, որ դե ոչինչ, ով ասեց, որ Զապարոժեցը Մերսեդեսի, էնելա Մերսեդեսն էլա մեքենա, Զապարոժեցն էլա մեքենա, հա։ Բայց դա տարբեր մեքենաներ են։ Ոչինչ, մենք Զապարոժեցով յոլա կգնանք, հա, այդ խոսակցությունը, разговор в пользу бедных։ Ես այդպես եմ գնահատում։ Այսինքն ցեղասպանություն ձևակերպումը ինքը խիստ դա վերաբերվում է միայն Դոնալդ Տրամփին, որովհետև պաշտոնապես ԱՄՆ-ն ճանաչել է եւ գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը ցեղասպանություն։ Դոնալդ Տրամփը դա հավանաբար կաներ, եթե լոբինգի աշխատանքը լիներ բավարար վիճակում։ Ավելի ճիշտ հասկանալի է, որ կա թուրքական լոբինգ եւ պետք է գրանցենք, որ հայկական լոբինգը կամ չկար, կամ էլ թուրքական առաջարկը չի գերադասել, չի գերազանցել։ Բարի, մեկ հեռախոսազանգ փորձենք ընդունել, շարունակելով մեր զրույցը։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Ալեքսիյան, բարև ձեզ, պարոն Ուգասյան։ Պարոն Ուգասյան, նախ այդ Դոնալդ Թրամփի հետ կապված, այո, շատ տխուր էր, այն փաստը, որ նա չճանաչեց, այսինքն չօգտագործեց ցեղասպանություն բառը, սա միգուցե դաս լինի այն բոլոր հայերի համար եւ հայրենիքում եւ մեր մոտ Միացյալ Նահանգներում, ովքեր մեծ հույսեր են կապում Թրամփի հետ։ Բայց ձեզ այսպիսի հարց տամ, ձեր վերլուծությունը, որ խոսքը լոբինգի մասին է, ձեր կարծիքով Թրամփը մի դարձած այնքան փողի կարիք ուներ, որ կարող էր հայերի առաջարկած որևէ գումար ինչ-որ բան փոխել կամ Ամերիկայի համար։ Ես առաջարկեմ կարճ իմ տեսակետը եւ դուք հայտնեք ձեր կարծիքը։ Միգուցե Թրամփը անում է այն, ինչ որ իր կարծիքով շահավետ է Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների համար հիշենք, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ահռելի գումարներ ծախսվեց հայերի կողմից, բայց Ամերիկան ճանաչեց միայն այն դեպքում 19 թվականին, 20 թվականին, երբ Հայաստանը փոխվում էր Ռուսաստանից։ Միգուցե եթե Փաշինյանը, ձեր վարչապետը,
ավելի վճռական դեպի արևմուտք գնար եւ չլիներ հապկում, չլիներ ԵԱՏՄ-ում, այլ դիմեր Եվրոմիության, դիմեր արևմտյան ճամբարում, միգուցե Թրամփը հասկանար, որ Հայաստանը շահավետ է Ամերիկայի համար, դա անել Հայաստանի օգտին։ Հիմա իր համար շահավետ չէ, ԱՄՆ-ի համար շահավետ չէ վերցնել Հայաստանի կողմը։ Ինչ եք ասում այդ վերլուծության մասին։ Շնորհակալություն։ Եթե Հայաստանը լիներ Եվրոմիության եւ այսպես ասենք արևմուտքի ԱՄՆ-ի դաշնակիցը, անկախ նրանից թե ինչքան փող կբերեին թուրքերը, Դոնալդ Թրամփը լիներ թե ով լիներ, ստիպված կլիներ արտահայտել ցեղասպանություն բառը։ Դա պարզապես ինքը ստիպված կլիներ։ Դիվանագիտական էթիկայի պահանջը կլիներ, անհրաժեշտությունը, որը որ ոչ մի, այսպես ասած, թուրքական կողմից բերված գումար իմ կարծիքով չէր կարողանա այդ շեմա անցնել։ Նման պայմաններում, որը որ այսօր կա, խնդիրը բացարձակապես ես տեսնում եմ փողի մեջ, այն որ Դոնալդ Թրամփը միլիարդատեր է, ես չեմ կարծում, որ նշված հարցի հետ առնչություն ունի, որովհետև լոբինգը դա երևույթ է եւ անհատների անձնական ֆինանսական քաղաքական գործիչների, պետական գործիչների անհատական ֆինանսական իմ կարծիքով բանի հետ մենք դա եկեք չկապենք, որովհետեւ դա արդեն կոռուպցիայի մասին խոսքը կլներ, ոչ թե լոբինգի, հա։ Ես ոնց որ թե դրա մասին չի խոսում։ Ես չեմ ուզում այդպեսի բնդում անել։ Կոռուպցիայի հարցը, որպես գործընկեր, բայց գոյություն ունի լոբինգ, քաղաքական երևույթ է, պետական կառավարման մեջ երևույթ է եւ եկեք չխորանանք ինչ բան է լոբինգ, կամ մարդիկ գիտեն դրա մասին, կամ եթե չգիտեն հիմա չզբաղվեն բացատրելով։ Կոռուպցիան երբ որ պետական գործիչը իր պաշտոնը օգտագործում է անձնական շահ ստանալու, անձնական օգուտ ստանալու համար։ Լոբինգը երբ որ քաղաքական այս կամ այն որոշումը ընդունվում է ազդեցությունների տակ, լոբիստների ազդեցություն։ Մենք հիմա բացատրում ենք լոբինգը ինչ է։ Ոչ, բացատրում եք փող տալու հանգամանքը, փող տալու հանգամանքը լոբինգի, այսպես ասած, լոբինգով զբաղվում են լոբիստ ընկերությունները գումարների դիմաց։ Անվճար չի այդ ծառայությունը։ Լոբիստները պետական որոշումների վրա ազդեցություն ունեցող մարդիկ են, որոնք որ իրենց ծառայության համար վերցնում են շահագրգիռ կողմերից գումար եւ առաջ են տանում այս կամ այն շահագրգիռ անձի ցանկությունը պետական կառավարման համակարգի վրա ազդում են, որ ի օգուտ ի նպաստ այդ շահագրգիռ անձին ընդունվի որոշում։ Խոսքը գնում է օրինական որոշումների մասին։ Ինչ որ բան չարեց, փող չտվեց, էլի։ Փող կամ բավարար չտվեց, հենց լոբիստներին փող են տալի, Գայանե ջան։